հազար ձևով բացատրվել է ժամանակին, որ նայեք ում եք ընտրում։ Կամ էլ ցենները չելնի։ Ծպտումները չհանեք, եթե հանկարծ ձեզ տրված խոստումները չեն կատարում, հա, ընտրել եք, ստախոսներին, որ ընտրել եք, ով է մեղավոր, լավ կներեք։ Եկանց է ստիպեցին, ծեծելով տնից հանեցին, վզերից շղթակցած տարան տեղամաս, այնտեղ ասին քվեարկեք այս խոստում տվողների օգտին, դուք էլ քվեարկեցիք, լավ կոնե մի հատ ծպտուն հանեք, լավ, ելեք ասեք, այ մարդ ափսոսում ենք, որ տեղի ունեցավ նման բան։ Չեն հիշում վախություն, որ այս պատկերը նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կտեսնենք։ Տեսեք, աշխարհի քաղաքական պայքարի փորձը հուշում է, որ բազմաթիվ գործիքներ կան եւ կիրառվում են։ Այդ գործիքների մեջ կան, ասենք, բարեխղճության գործիքներ։ Չես խոստանում բան, որը չես կարողանալու անել։ Խոստանում ենք Շուշին ու Հադրութը ետ բերել։ Ինչի ես խոստանում։ Կամ այդ պահին, եթե գնահատել ես, որ դու կարող ես ետ բերել, ոսկեպարով գնալ եսիմուր։ Հա, հետո պարզվել է, որ օբյեկտիվ պատճառներով չես կարող։ Գոնե բարեխիղճ մարդը քաղաքական գործիչ է, էլ չասեմ, էլի, պիտի ելնի հանրությանը բացատրություն տա, թե ինչու չստացվեց իր տված խոստումը կատարել։ Հիմա